Նախքան շարունակելը, մի պահ կանգ առեք ձեր մտքերի մեջ, ոչ թե մարմնի, հենց հիմա պետք է կանգ առնել։ Այդ ներքին աղմուկը, այդ անտեսանելի խառնաշփոթը, այդ ծանրությունը, որ չափազանց բարձր է խոսում եւ չի թողնում ազատ շնչել նույնիսկ մի քանի վայրկյան։ Միայն մեկ պահ, որովհետև կան պահեր, երբ Աստված չի գոռում, նա խոսում է հանգիստ, բայց անցնում է հենց հատակով, եւ միայն նա, ով սովորում է հանգստացնել ներսում, կարող է հասկանալ։ Եթե դուք այսքան հեռու եք եկել, դա ոչ սովորությունից է, ոչ ատարկան։ Ներսում կա ինչ-որ բան, որ հրել է ձեզ եւ ասել ինձ պետք է սա լսել, եւ այս մանրուքն արդեն շատ բան է հաստատում։ Այսպիսի ուղերձը ժամանակից դուրս չի հայտնվում։ Այն գտնում է ձեզ հենց այն րոպեին, երբ ձեր սիրտը փորձում է ոտքի կանգնել առանց ուժի։ Վերջին ժամանակներս դուք ավելին եք կրում, քան պետք է, դուք բոլորի աջակցությունն եք դարձել, դուք եք լսողը, լուծողը, ծայրերը պահողը, դրսից շպտողը, նույնիսկ երբ ներսում հյուծված եք, եւ գրեթե ոչ ոք չգիտի, թե դուք իսկապես ինչպես եք, բայց Աստված գիտի։ Նա տեսել է այն գիշերները, երբ քունը չի գալիս, չնայած մարմինը խնդրում է հանգիստ։ Նա լսել է աղոթքները, որ դուք ասել եք լռության մեջ, առանց քաջություն ունենալու որևէ մեկին բացատրելու։ Նա գիտակցել է այն պահերը, երբ հոգին ուզում էր հանձնվել, չնայած ոտքերը շարունակում էին շարժվել ավտոմատ կերպով, պարզապես որպեսզի ուրիշների առջև չփլուզվեք։ Եվ նախքան առաջ գնալը թույլ տվեք հիշեցնել ձեզ մի կարևոր բան, որովհետև սա այն է, ինչով դուք ապրում եք։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, գրանցվեք հիմա եւ միացրեք ծանուցումները։ Ոչ թվերի համար, ոչ հպարտության համար, այլ ուղղության համար։ Կան օրեր, երբ հոգին օգնություն է խնդրում, բայց դուք նույնիսկ չեք կարողանում բառերով արտահայտել։ Եվ երբ գրանցվում եք, ընտրում եք մնալ այն միջավայրում, որտեղ Աստված կարող է հասնել ձեզ, խոսքով ճիշտ ժամանակին։ Դա նման է դուռը բաց թողնելուն, որպեսզի երկինքը այցելի ձեզ, երբ ձեզ ամենաշատն է պետք։ Այստեղ դուք առանց առաջնորդի չեք գնում։ Այստեղ յուրաքանչյուր ուղերձի նպատակ կա՝ հպվել այնտեղ, որտեղ ոչ ոք չի հպվում, եւ ամրացնել այն, ինչ գրեթե ոչ ոք չի տեսնում։ Հիմա իսկապես շունչ քաշեք, որովհետև այն, ինչ լսելու եք առաջիկայում, պատահական չէ, դա պատասխան է։ Դուք անցել եք մի սեզոն, որ փչացրել է ձեր վստահությունը։ Տեսել եք, թե ինչպես են դռները փակվում։ Հանկարծ ստիպված եք եղել հեռանալ այն մարդկանցից, ում սիրել եք։ Կորցրել եք հնարավորությունները, որոնք թվում էին երաշխավորված։ Այն բաները, որոնց վրա երդվել եք, որ ձեր ճանապարհն են, պարզապես սայթակել են ձեր ձեռքերից։ Եվ այս ամենի մեջ դուք ձեզ հարցրել եք, ինչ եմ սխալ անում։ Բայց այսօր Աստված հստակ ասում է ձեզ. դու ոչինչ սխալ չես անում։ Ես վերակառուցում եմ քո ճանապարհը։ Եվ այս նախադասությունը փոխում է ամեն ինչ, որովհետև ցույց է տալիս այն, ինչ դուք չէիք կարողանում տեսնել, երբ ցավում էիք։ Երբեմն Աստծո պաշտպանությունը զգացվում է որպես կորուստ։ Երբեմն Աստծո ուղղությունը թվում է խառնաշփոթ։ Երբեմն Աստծո սերը զգացվում է որպես հարված։ Եվ դա ցավում է, որովհետև որոշ ժամանակ հավատում եք, որ ձեզ լքում են, մինչդեռ իրականում ձեզ խնայել են։ Այն, ինչ դուք չեք տեսել, այն է, որ Աստված ազատում էր ձեզ այն բաներից, որոնք դուք ինքներդ չէիք թողնի։ Նա կտրում էր կապերը, որոնք թաքնված էին առօրյայի տակ։ Նա աստիճանաբար վերցնում էր այն, ինչ խլում էր ձեր խաղաղությունը, առանց ձեր իմացության։ Նա փակում էր դռները, որոնք վաղ թե ուշ ներսից ցավ կպատճառեին։ Եվ գիտեք, թե ինչու է սա այդքան շփոթեցրել ձեզ։ Որովհետև դուք կարծում էիք, որ Աստծո ճանապարհը միշտ գալիս է անմիջական թեթևացմամբ։ Բայց հաճախ առաջին նշանը հոգատարության կրճատումն է։ Առաջին գործողությունը ողորմության ընդհատումը։ Առաջին քայլը նոր փուլի բաժանումն այն ամենից, ինչ այլևս չի համապատասխանում նրան, թե ում եք դառնում։ Եվ ուշադրություն դարձրեք, եթե զգացել եք, որ մնացել եք մենակ, եթե զգացել եք, որ ամեն ինչ փոխվել է մեկ ժամվա ընթացքում, եթե զգացել եք, որ պետք է հանգիստ վերակառուցեք ինքներդ ձեզ, դա պատիժ չէր, դա պատրաստություն էր։ Դա Աստված էր վերատաստավորում դեկորացիաները, խառնելով մասերը, մաքրելով հողը, որպեսզի դուք չշարունակեք կառուցել այնպիսի բանի վրա, որ պատրաստվում էր փլուզվել։ Որովհետև կա այս պատմության մի մաս, որ դեռ չեք հասկացել, եւ հենց դա է, որ կստիպի ձեզ մնալ մինչև վերջ։ Այն, ինչ այսօր թվում է կորուստ, թաքցնում է ազատագրում։ Այն, ինչ այսօր թվում է ուշացում, թաքցնում է հավասարեցում։ Եվ այն, ինչ այսօր թվում է լռություն, թաքցնում է պատասխան, որը իմաստ կունենա միայն, երբ տեսնեք, թե ինչից է Աստված խնայել ձեզ առանց վտանգի ենթարկելու։ Այսպիսով մնացեք ինձ հետ մինչև վերջ, ոչ թե դատարկ հետաքրքրասիրությունից, այլ որովհետև դուք կհասկանաք մանրամասներով, որ այն, ինչ շփոթեցրել է ձեզ, հենց այն է, ինչ պաշտպանել է ձեզ։ Եվ երբ այս բանալին պտտվի ձեր ներսում, ձեր ցավը կստանա բացադրություն, ձեր սիրտը կշնչի եւ ձեր ճանապարհը կսկսի կրկին իմաստ ձեռք բերել։ Դուք պատրաստվում եք նոր սեզոնի,
փուլ, որտեղ այլևս չեք գրի հին վերքերը, չեք կրկնի նույն ցիկլերը եւ չեք գրի մարդկանց, որոնք չեն հարգում ձեր նպատակը։ Այս գալիք ժամանակը պահանջում է թեթևություն, հասունություն, քաջություն, ընտրելու այն, ինչ օգուտ է բերում ձեզ, նույնիսկ եթե դա արժե հրաժեշտներ։ Այս հոգնածությունը, որ զգում եք, ոչ թե ձախողման պատճառով է։ Մի շփոթեք մաշվածությունը ձախողման հետ, այնինչ տեղի է ունենում ավելի խորքում է։ Կարծես ձեր հոգին թափում է մաշկը, թողնելով հետևում այն ամենը, ինչ այլևս չի համապատասխանում նրան, թե ում եք դառնում։ Դուք կտրվում եք այն ամենից, ինչ այլևս չի պատկանում ձեզ, նույնիսկ եթե ցավում է, նույնիսկ եթե հանգիստ է, նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում։ Եվ եթե այս օրերին զգում եք ձեզ ավելի զգայուն, քան սովորաբար, ավելի մտածկոտ, ավելի լուր, ավելի հեռու աղմուկից, ավելի ուշադիր ներքինի նկատմամբ, դա թուլություն չէ, դա արթնացման նշան է։ Աստված բացահայտում է այն ոլորտները, որոնք անգործ էին ձեր մեջ, բաները, որոնք ժամանակին թաքնված էին, հիմա պարզ են դառնում։ Բաները, որոնք ժամանակին մաքրել եք գորգի տակ, հիմա նայում եք։ Նա կարգավորում է ձեր ընկալումը, կարգավորում է ձեր ընկալունակությունը, ուղղում է ձեր տեսողությունը եւ պարզեցնում քայլերը։ Այնինչ անտեսում էիք ուժի պակասի կամ չափից ավելի հանդուրժողականության պատճառով, հիմա տեսնում եք։ Այնինչ ժամանակին հարված էր, հիմա կշռում է։ Այնինչ ժամանակին ընդունում էիք, հիմա անհանգստացնում է ձեզ։ Այնինչ ժամանակին անվանում էիք այդպես է, հիմա այլևս չի ընդունվում։ Եվ սա ճգնաժամ չէ, սա աճ է, որովհետև երբ Աստված կսկսի բարձրացնել ձեզ, նաև սկսում է անհանգստացնել ձեզ այն ամենով, ինչ պահում է ձեզ։ Նա շարժում է ձեր չափանիշները, շարժում է ձեր ընտրությունները, շարժում է ձեր սիրտը։ Նա ստիպում է հասկանալ, որ ոչ ամեն ինչ հանդուրժել եք սեր էր, եւ ոչ ամեն ներկայություն հոգատարություն էր։ Սա տալիս է ձեզ տեսողություն հասկանալու, թե որտեղ եք փոքրանում, որտեղ չափից ավելի եք հարմարվել, որտեղ հրաժարվել եք ինքներդ ձեզանից, բաները ոտքի պահելու համար։ Եվ նույնիսկ եթե դեռ չեք տեսնում, թե ինչ է կառուցվում, դուք ավելի մոտ եք հաջորդ սեզոնին, քան կարծում եք։ Այն ճնշումը, որ զգացել եք, պարտության նշան չէ, դա անցումի նշան է։ Կարծես երկինքը հրում է ձեզ առաջ, կոտրելով հին կառույցները, հանելով ավելորդ ծանրությունները, պատրաստելով տեղ նորի համար։ Եվ այս գործընթացը ձգվում է, որովհետև հինը փորձում է մնալ, բայց դուք այլևս չեք տեղավորվում դրա մեջ։ Այն դիմադրությունը, որի հետ բախվում եք, նույնպես մերժման նշան չէ, դա առաջընթացի նշան է։ Երբ սկսում եք գնալ ճիշտ ուղղությամբ, ճանապարհը անմիջապես ավելի հեշտ չի դառնում, բայց ավելի ճիշտ է դառնում։ Եվ ճշմարտությունը միշտ հակադրվում է կեղծին, միշտ բացահայտում է մակերեսայինը, միշտ առանձնացնում է այն, ինչ արմատ չունի։ Այսպիսով սա նման է պայքարի, թվում է ինտենսիվ, ոչ թե որովհետև դուք դուրս եք մղվում, այլ որովհետև անցնում եք իրական փոփոխությունների դռնով։ Այն լռությունը, որ անհանգստացնում է ձեզ, հեռավորության նշան չէ, դա Աստված չի հեռանում եւ դուք հետ չեք մնացել։ Այդ լռությունը հստակ նշան է, որ նա աշխատում է անտեսանելիի վրա, կատարում է ուղումներ այնտեղ, որտեղ ձեր աչքերը դեռ չեն հասնում, պատրաստում է պատասխաններ, մինչ դուք տեսնում եք միայն հարցեր, կամ բաներ, որոնք ծնվում են ոչ աղմուկում, այլ խորքում։ Եվ հենց այնտեղ է գործում Աստված, այնտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնում, բայց որտեղ ամեն ինչ փոփոխվում է։ Շուտով խաղաղություն կգա այնտեղ, որտեղ այսօր լարվածություն կա, ուղղություն կհայտնվի այնտեղ, որտեղ այսօր կասկած կա, պատասխաններ կհայտնվեն այնտեղ, որտեղ հիմա միայն հարցեր կան, ուժ կծնվի այնտեղ, որտեղ այսօր հոգնածություն եք զգում, եւ պարզություն կբացվի այնտեղ, որտեղ թվում է, թե ամեն ինչ փոթորիկ է։ Սա նույնպես գործընթացի մաս է։ Այն, ինչ դուք ապրում եք, ոչ թե սխալ երթուղի է, այլ ձևավորման շրջան։ Աստված ուզում է, որ դուք սա հասկանաք ձեր սրտով։ Մի վախեցեք այն, ինչ զգում եք։ Մի ահաբեկվեք այս ավելի զգայուն փուլից, այս ներքին ճնշումից, այս հանգիստ բռնվածքից։ Նա ձևավորում է ձեր ներսում այն, ինչ նախկինում չկար, այն, ինչ ձեզ պետք կլինի կրել, երբ գա նոր սեզոնը։ Հիմա խոնարհեք ձեր սիրտը եւ աղոթեք ինձ հետ։ Տեր, ես այստեղ եմ։ Դու գիտես իմ հոգնածությունը, իմ պայքարը եւ իմ լռությունը։ Դու գիտես գիշերները, երբ պարկած էի փորձելով հանգստանալ, բայց միտքը չէր տանդաղում։ Դու տեսել ես արդյունքները, որ ոչ ոք չի տեսել, եւ լսել ես աղոթքները, որ չեմ կարողացել բարձրաձայն ասել։ Վերցրու ինձանից այն ամենը, ինչ ծանր է, ինչ շփոթեցնում է, ինչ պահում է ինձ եւ չի թողնում առաջ գնալ։ Հեռացրու կրծքիս այդ հանգույցը, որ չեմ կարողանում բացատրել, եւ դրա տեղը դիր քո ներկայությունը, որ պահպանում եւ ամրացնում է։ Ուղղիլ իմ քայլերը, Տեր։ Ցույց տուր ինձ ճիշտ դռները, ճիշտ ընտրությունները, ճանապարհները, որոնք մոտեցնում են ինձ քո նպատակին։ Փակիր այն, ինչ պետք է փակվի, նույնիսկ եթե անմիջապես չեմ հասկանում, եւ բացիր այն, ինչ գալիս է քեզանից,
ինչ կյանք է վերում, ուղղություն եւ աճ։ Համապատասխանեցրու իմ միտքը քո կամքին, որպեսզի վախը, անհանգստությունը եւ շտապողականությունը չհաղթահարեն ինձ։ Հավասարեցրու իմ սիրտը քո նպատակին, որպեսզի չշեղվեմ նրանից, ինչ լավ է հնչում, բայց քոնը չէ։ Ուսուցանիր ինձ սпасել առանց հավատը կորցնելու եւ քայլել առանց խաղաղությունը կորցնելու։ Տուր ինձ խաղաղություն, ինչ սпасում եմ, եւ ուշ, ինչ գնում եմ։ Պահպանիր ինձ այն օրերին, երբ թուլություն եմ զգում, եւ թարմացրու ինձ, երբ մոտիվացիա չունեմ։ Տուր ինձ ընկալում, ճանաչելու, թե ինչ է քեզանից, եւ քաջություն բաց թողնելու այն, ինչ դանդաղեցնում է ինձ։ Թող չվերադառնամ հին ցիկլերին, թող չկախվեմ հին ցավերից, թող չկրեմ բեռներ, որոնք ինձ չեն պատկանում, թող կանգնեմ ամուր, նույնիսկ երբ լռությունը փորձում է համոզել հակառակը։ Հիսուսի անունով, ամեն։ Եվ նախքան ավարտելը լավ հիշեք սա. այն, ինչ գալիս է ձեր կյանքը, չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ կորցրել եք։ Երկինքը չի վատնում արդյունքները, չի անտեսում ջանքերը, չի մոռանում հավատարմությունը, որ դրվել է գաղտնի։ Աստված չի բերել ձեզ այստեղ կիսատ թողնելու։ Նա պատրաստում է ձեզ ավելի մեծ բանի համար, մակարդակ, որը դուք չէիք կարողանա դիմանալ, եթե նախ չեմրացներ ձեզ։ Այն, ինչ թվում էր ուշացում, պոստպանություն էր, այն, ինչ թվում էր լռություն, շինարարություն էր, եւ այն, ինչ շատ դեպքերում թվում էր կորուստ, ազատագրում էր, որպեսզի ամբողջական հասնեք այնտեղ, ուր նա տանում է ձեզ։